Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, հերթական անգամ արձանագրվեց, որ Երևանը այս պահին ղեկավարում են երկչոտ եւ անպատասխանատու մարդիկ, ովքեր հերթական անգամ իրենց իսկ հրավիրած նիստի կեսից ճողոպրեցին, Երևանցին այս ամեն ինչը տեսնում է, այս ամեն ինչը ֆիքսում է եւ Երևանի տրանսպորտային համակարգի վերաբերյալ մեր նախագծերը դարձել են ոսկոր իրենց կոկորդին եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե դահլիճում, թե փողոցում, թե դատարաններում Մայր Հայաստանի ձեռքից քաղաքացիական պայմանագիրը պրծում չի ունենալու եւ այսպես հատ-հատ ամեն հարցով, ամեն ուղղությունով պայքարելով մենք իրենց տանելու ենք միջև իրենց վերջնական անկումը եւ հեռացումը իշխանական լծակներից։ Հիմա անդրադառնալով օրակարգ բերված նախագծին, ընդամենը մի պարզ նախադասություն է այս ամեն ինչը բնորոշում, քանի որ տրանսպորտային համակարգի տրանսպորտի սակագների վերաբերյալ ամենամեծ ելակետային արժեքը ուղևորաթիվը ուղևորափոխադրումներին է վերաբերում, թե քանի ուղևոր է տեղափոխվում մեկ օրվա ընթացքում, մեկ ամսվա եւ նաեւ մեկ տարվա կտրվածքով Երևան քաղաքի ավականու որոշման նախագիծ 24 թվականի մարտի 12-ի N95 որոշման գործողությունը կասեցնելու մասին Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասով Երևան քաղաքի ավականին որոշում է կասեցնել Երևան քաղաքի ավականու 2024 թվականի մարտի 12-ի N95 որոշման գործողությունը մինչև 2026 թվականի մարտի 1-ը հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղևորցի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղևորցի ինքնարժեքը։ Սիրելի երևանցիներ, թե այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, թե նախորդ նիստերի ընթացքում, թե այս հարցի քննարկման ժամանակ իշխող կազմավորման վարքագիծը ամենամեծ անհարգալից վերաբերմունքն է Երևանցու նկատմամբ, եթե իրենք ոչ մի բարդույթ չունեին, թվաբանությունը, վիճակագրությունը լսելու ոչ մի խնդիր չունեին, եթե իրենք ոչինչ չեն կոծկում, չեն պարտակում, ստվերի մասին խոսք չկա, իրենք պարտավոր էին գալ ամեն անգամ այդ հարցերը քննարկել, վերհանել, բայց ինչպես նախորդ անգամ 17,000 երևանցու ստորագրությունը իրենց կողմից արհամարվեց, այս անգամ նույնպես իրենք չունեցան բավական քաջություն, որպեսզի մնան, նիստը շարունակեն եւ երևանցիներին հուզող նաեւ հարց ու պատասխանի շրջանակներում բարձրացվելիք հարցերին տան պատասխաններ։ Այս պահին մենք կարող ենք արձանագրել, որ Երևանը կառավարման ճգնաժամ է ապրում, Երևանի իշխանությունները անպատասխանատու են, Երևանի իշխանությունները իրենց տեղում չեն եւ ավականու արտահերտ ընտրությունները առավել քան երբևէ արդիական են։ Եթե կան հարցեր, պատրաստ եմ պատասխանել դրա վերաբերյալ։ Խնդրում եմ հարցերը ձեռքով բարձրացրեք, եթե կան հարցեր։ Զեկուցող եք։ Ես կարող եմ։ Այո։ Պարոն Սուքիասյան, ինչպես անենք, որպեսզի Գյումրին տեղափոխենք Երևան եւ առաջնահերթ մեր խնդիրը ուզենք արտահերթ ընտրություններ լինեն, թե ժամանակավոր ղեկավարում Երևանում, մինչև հասնենք նրան, որ իրապես անցկացնենք հայկական ազգային ընտրություններ, այլ ոչ թե թուրքական զավթիչների կողմից նորից նախաձեռնվի ինչ-որ մի գործընթաց, որը չի բերելու, ես չեմ հավատում, որ եթե թուրքական այս զավթիչները մնան, կարող է լինի նորմալ իշխանափոխություն կամ եւ այլն։ Սա է մեր խնդիրը։ Գյումրին ո՞նց տեղափոխենք Երևան։ Քաղաքացիները դա են հարցնում։ Շնորհակալություն։ Ձեր ասած զավթչական դրսևորում է նաեւ բարձրախոսների անջատելը, հեռարձակման անջատելը, հա, որ մենք ոչինչ չանենք, այս կտրուկությունը, այս նյարդայի վարքագիծը իրենց, այս մերժողականությունը վստահաբար նույն երևանցու մոտ, անգամ իսկ իրենց քվե տվածների մոտ առաջացնելու է բողոքնուցասումը
Եվ իրենք առանց մեր ջանքերի իրենք արդեն իսկ գեներացնում են այդ ալիքը, որ իրենց սրբելու է, քշելու է եւ տանելու է, եւ մեր պարտքն է լինել հետեւողական, լինել Երևանցու կողքին, բարձրաձայնել ամեն մսխում, ամեն վատնում, կոռուպցիայի հետևից գնալ, ցույց տալ իրենց իրական էությունը, եւ ես հավատացած եմ, որ Երևանը կունենալու է արժանապատիվ, թափանցիկ, կոռուպցիայի հետ չասոցացվող եւ մեզ բոլորիս հաջող իշխանություններ։ Արձագանք կա։ Շնորհակալ եմ։ Դե կարող եք ելույթով։ Ծրագիրը իհարկե պետք է կյանքի կոչեն։ Այլ հարցեր։ Այլ հարցեր չկան։ Անցնենք ելույթների։ Համեցեք, պարոն։